Շնորհակալություն, լավ, մերսի, ամեն ինչ նորմալ։ Գալի քվե հավաքեցիք այս ընտրատարածքում մրցապայքարի մեջ մտնելով Տան Մարգարյանի աներձյակի հետ, իր թիմակիցների հետ։ Հիմա Ժառանգության ներկայացուցիչն եք, այժմ Ազատ դեմոկրատների ներկայացուցիչն եք։ Մեկնաբանություններ կան, որ այդքան քվեն ձեր օգտին պայմանավորված էր նաև Ժառանգության անդամ լինելու հանգամանքով։ Ձեզ տարբերություն կա, ընտրողի համար կարևոր է Ազատ դեմոկրատներից եք, Ժառանգությունից եք։ Ձեր մտքերը, եթե ոմանք արտահայտել են, ուրեմն տեղյակ չեն, թե ինչքան է ստացել Ստեփան Սաֆարյան տեխնացուն առաջին ընտրատարածքում եւ որքան է ստացել Ժառանգությունը։ Սա մի ֆենոմեն էր, որի բացատրությունը իհարկե տարբեր է։ Ստեփան Սաֆարյանը գրեթե 2 անգամ ավել քվե է ստացել, քան Ժառանգություն կուսակցությունը։ Թերևս այսքանով արդեն այդ ձեր ասած կարծիքները ուղղակի որևէ քննադատության չեն դիմանում, որովհետև Ժառանգության քվեները այս տարածքում եղել են շատ ավելի պակաս, քան իմ քվեներն են եղել։ Պարոն Սաֆարյան, եւ մի հարց, այսպես էր եւ երեկվա հանդիպումները ցույց տվեց, որ Տան Մարգարյանին այլևս հաճելի չէր թիմակից Միհրան Պողոսյանի հետ մեկ ընտրատարածքում հանդիպումները, թեև նույն կուսակցությունն է ներկայացնում։ Մենք երեք ականատես եղանք այդ քարոզարշավին։ Ինչ եք կարծում, որ մրցակցությունը հիմա տեղափոխվել է Հանրապետական կուսակցության թիմակիցների միջև, դա ձեր օգտին է, թե հակառակը նրանք ավելի շատ այսպես աշխատում են հենց այդ ձեր ստացած քվեներն խլելու ուղղությամբ։ Իմ օգտին է այն, որ ընտրողը կարծում եմ եւ ընտրողներից շատերը այսինքն տարիների ընթացքում հասկացան ինչ է նշանակում ունենալ խորհրդարանում ամենաակտիվ եւ ունենալ ամենապասիվ պատգամավորին։ Դուք գիտեք, որ ես նախորդ խորհրդարանում ճանաչվել եմ ամենաակտիվ պատգամավորներից մեկը։ Դուք գիտեք նաեւ, որ պարլամենտ մոնիտորինգ կայքով իմ մրցակիցը ճանաչվել է ամենապասիվ պատգամավորը։ Գիտեք, ես որևէ մեկին վատաբանելու խնդիր չունեմ։ Ես քավլիցի չեմ ուզում ասել, թե այլ մարդկանց խնդիր չի լուծել իմ մրցակիցը, բայց ամենայն դեպս ազգային ժողովի պատգամավորը նրա համար է, որպեսզի այնտեղ բարձրացնի հարցեր, որտեղ այնտեղ ընտրատարածքի հարցերից մինչև համապետական հարցեր։ Ազգային ժողովի պատգամավորը նրա համար է, որպեսզի միջազգային ատյաններում պաշտպանի Հայաստանի եւ Արցախի շահը։ Մի բան, որը թույլ տվեք անհամեստություն չհամարեք, ամենայն դեպս ես արել եմ պատվով եւ արդյունքները ոչ միայն ինձ համար են տեսանելի եղել, այլ նաեւ շատերի համար։ Հետևաբար այս կտրվածքով երբ խոսում ենք առավելությունների մասին, ես գիտեմ ինչ առավելություններ ունեմ 5 տարի հետո, երբ ակնհայտորեն մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու։ Տան Մարգարյան, Ազատ դեմոկրատներ, Ստեփան Սաֆարյան,